անկեղծ ասած ես չգիտեմ այս պահին ինչ ենք ուզում քննարկել եւ ինչի ենք ընտրել հենց այս օրը, քանի դեռ կալանավորված է մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։ Ովքեր են մեղավոր դրանում, ընթացքը ցույց կտա կամ բոլորս մեր մեջ գիտենք։ Տևական ժամանակ է, ինչ օրվա իշխանությունների կողմից հարձակման է ենթարկվում հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։ Իրականացվում է քաղաքական եւ ապօրինի հետապնդում մեր հարգարժան հոգեվորականների, մասնավորապես Միքայել arczepiskopos Աջափայանի նկատմամբ։ Կալանավորված են հանրային մեծ հարգանք ունեցող դեմքեր։ Մայր Հայաստան խմբակցությունը դատապարտում է նման գործելավոճը եւ կոչ անում օր առաջ կանգ առնել։ Մեր զորակցությունն ենք հայտնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջափայանին եւ ազատություն են ցանկանում աշխարհիկ ու հոգեվոր տասին պատկանող բոլոր ապօրինի կալանավորվածներին։ Ինչ վերաբերում է Գյումրու ավականու այսօրվա արտահերթ նիստի օրակարգին, ասեմ, որ մենք ամենաշահագրգիռ անձանցից ենք, ովքեր ուզում են հետանկախ Հայաստանի բոլոր ապօրինի գործերի բացահայտման զբաղվել եւ ուզում ենք, որ դատապարտվեն բոլորը, ովքեր մեղավորություն ունեն այդ հարցում։ Թեմայի վերաբերյալ հավականու արտահերթ նիստ նախաձեռնողը քաղաքացիական պայմանագիրն է, որը մեր եկեղեցու եւ Շիրակի թեմի առաջնորդի դեմ արշավի քաղաքական պատասխանատվություն կրող ուժն է, եւ որի գյումրեցի ներկայացուցիչները կամ ծպտուն չեն հանել, կամ օժանդակել են նման արարքները։ Ես բազմիցս շփվել եմ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հետ։ Դուք լավ եք ճանաչում ինձ, ես ունեմ մտերիմներ, եւ ներքին խոսակցությունների ժամանակ իրենք արտահայտվում են, որ մենք էլ ենք դեմ նման բաներ, բայց թե գիտեք։ Ես կոչ եմ անում այսօր նրանց եւս եւ այստեղ գտնվող խմբակցության անդամներին եւս, որ քաջություն եւ համարձակություն դրսեւորեն, եթե իրենք էլ են մտածում իրենց մեջ, որ չէր կարելի ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդին, ապա արտահայտվեն նաեւ հրապարակային դաշտում։ Բազմիցս անգամ ներքին խոսակցությունների մեջ Միքայել Սրբազանը անձամբ ինձ ասել է, որ կան մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավորություն չունեն, թեև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից են։ Ես հորդորում եմ, որպես ձեր քաղաքի տղա, որպես Հայաստանի, որպես հայ տղա, դուք եւս ձեր միջնորդություն ունենաք, որպեսզի օր առաջ ազատվի բանդարկությունից մեր Միքայել Աջափայանը, մեր մյուս հոգեվորականները, Բագրատ Սրբազանը եւ աշխարհիկ այն մարդիկ, ովքեր ապօրինի են կալանավորված։ Եվ այսօրվա նիստը բոյկոտելով մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում եւ չենք մասնակցի այսօրվա նիստին։ Հուսով եմ բոլորս հետևություններ կանենք։ Շնորհակալություն։